Եկեք սկսենք հբարից, թե ինչ ենք սպասում ու ինչ պոտենցիալ ունենք։ Տեսեք, հիմա ինչ ենք նայում։ Առաջինը նայում ենք հբար, հբարով դիտարկում ենք հետևյալը։ Եկեք մի հատ սա փակենք։ Առաջինը դիտարկում ենք հետևյալը, թե հբարը ինչ պոտենցիալ ունի շաբաթական կտրվածքով, okay? FTN-ի մասին նույնպես կխոսենք Արկադի ջան։ Բայց հիմա հբարի մասին ենք դիտարկում, տեսեք, շաբաթականով դեռևս հբարը այն ինչը որ տեսնում եմ, այնա որ այս զոնայում ու այս մեծ զոնան, այս sense որ վերցնենք, որովհետև իրականում ընտրություններից հետո, երբ որ Տրամպի ընտրությունները տեղի ունեցավ, շատ միանգամից բարձրացավ նախորդ մակարդակները 0.40 քանից, որից հետո անկում ապրեց, ցենց անենք, որպեսզի չխանգարի։ Հիմա, քանի որ մենք գտնվում ենք դեռևս այս մեծ ճնշման զոնայում, տեսեք, այստեղից հբարին դեպի ներքև է ուղղորդել, որից հետո եկել է կպնելուն պես, նույնպես ուղղորդել է ներքև ու այս պահին բարձրացել է հբարը, okay, շաբաթականով որ նայում ենք, այս զոնան այստեղ։ Ի վերջո կարողացել է փակի դեպի վերև, որը որ շատ լավ է։ Հիմա տեսեք, քանի որ այստեղ, ինչպես նաև այս հատվածում մենք ունենք արդեն շրջադարձային հնարավորություն, որ հբարը եկել է հասել այստեղ, մենք պետքա դիտարկենք, որ ինքը բարձրացող է, բայց իրեն պետքա մի փոքր ուժ, այսօրվա օրինակ բիտքոյնով հեսա կնայենք, բայց իր ռեալ ուժը, եթե ինչ, կարող ենք տեսնել այստեղ 0.1631, եթե փոքր գրաֆիկայով ենք դիտարկում, ապա կարող եմ ասել հետևյալը, որ այս զոնայում իդեալական զոնա ունենք, այս հատվածում, որտեղ որ կարա գինը իջնի, որից հետո նոր բարձրանա։ Տեսեք, այստեղ հբարը սա օրական գրաֆիկան է, որ դիտարկում ենք, այս զոնայում ինքը նույնպես թուլացում ունի ու եկեք մի փոքր ուշադիր լինենք, եթե հբարը այս զոնան ի վերջո հաղթահարեց, ապա կարծում եմ, որ ինքը շարունակելու է վերև բարձրանալ առնվազն մինչև այս մյուս զոնան, այսինքն 0.2385, բայց նույն տրամաբանությամբ, եթե չկարողացավ հաղթահարի այս զոնան ու հաղթահարելը նշանակում է, որ այսպես մի հատ փակված մոմ պետք է լինի իր մարմնով հանդերձ, okay? Քանի որ մենք եկեք սենց անենք, որպեսզի բիտքոյնի հետ կարողանանք համադրենք, լավ։ Ու սա եկեք մի հատ նկարչությունս մաքրեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Սա 5 րոպեանոց, փոխում ենք օրական գրաֆիկա, այստեղ ինդիկատորները նույնպես փակում ենք, որպեսզի չխանգարի, okay, և այստեղ նույնիսկ կարող ենք դնել 4 ժամանոցը, որ ավելի էստվիկ լինի։ Տեսեք, բիտքոյնի գրաֆիկան սա է ու փորձելու ենք համադրենք մնացած քոյների հետ ու հասկանանք ի վերջո ինչ ենք սպասում։ Տեսեք, հիմա այս զոնայում մի քանի օր առաջ հբարը այսպես գեղեցիկ մի հատ սենց կարմիր մոմ էր փակել ավելի ներքև, քան այս զոնան։ Ի տարբերություն բիտքոյնի, բիտքոյնը առնվազն պահել էր այս զոնան, okay, իսկ հբարը արդեն ջարդել էր դեպի ներքև այս հատվածներում, որը որ իրականում հուշում է արդեն թուլացում,
ու անկեղծ ասած չեմ կարծում, որ հբարը տենց ուժեղ կգտնվի, որպեսզի այս ամենը ջարդի, քանի որ Bitcoin-ը տեսեք 3-4 օրը մի քանի օրվա ընթացքում ինչ մեծ մոմեր է տեղի ունեցել, իսկ հբարը իրականում չի կարողացել հետևի, ու քանի որ չի կարողացել հետևի, տեսնում եք, անընդհատ իրեն բրդում է ներքև, ինչքան որ Bitcoin-ը զոռում է, որ վերև բարձրանա, հբարը թուլացում ունի, ու քանի որ թուլացում ունի, ես կարծում եմ, որ ավելի շատ հբարը այս զոնայից ինքը կգա կհասնի այս զոնան 0.22-20 զոնայի միջանկյալ հատվածում պետքա որ իջնի, որպեսզի ավելի ստույգ ասեմ, կարող եմ ասել, որ այո 0.22 տենց 23 հոտ զոնաները, մեջտեղները լավ շորտի հնարավորություն է։ Հբարի հետ կապված այսքանը